Պարոն Միրզոյան, առաջի հարցը այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացի մասին։ Դու դա նկարագրեցիք որպես մեծ ձեռքբերում, թշնամու խմբագրության հետ համաձայնվելը, չգիտեմ ինչու եք համարում մեծ ձեռքբերում, բայց եւ այնպես, ինչ ենք մենք դրա մասին իմանում թշնամուց, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից իմանում ենք 2 ժամ հետո։ Երկրորդը դա գործընթաց է, այդ գործընթացը այդ վարկյանից, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ դուք համաձայնվել եք իրենց կետերի վերջի 2 կետի խմբագրության հետ, ինչքան է առաջ գնացել։ Մյուս հարցը ՀՀ-ԵՄ գործընթաց։ Այս գործընթացը այն վարկյանից ի վեր, երբ քննարկվեց այդ օրենքը ազգային ժողովում, մինչև այս վարկյանը, քանի օրենքը որ քննարկվեց, այս վարկյանից մինչև այս վարկյան, ինչքան ենք առաջ գնացել։ Սան ավելացնենք վերջի անակնկալը Գերմանիայի դեսպանատնից, որտեղ վիզաների ձեռքբերման գործընթացը համեմատաբար տանելի է, հիմա ինչա կատարվում վիզաների կենտրոնում, կարծում եմ ձեզ շատերն են ասել, դա կատաստրոֆա է։ Եվ մի հարց, քանի որ այդ հարցը տրվեց 3 ճիշտ է փակ նիստում ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչներին, չգիտեմ ինչքանով կարող եմ հիմա բարձրաձայնեմ, բայց եւ այնպես հունվարին կնքված պայմանագրում փաստաթղթում վերջի օրերին Բլինկենի հետ կետ կար նաեւ հրապարակված սահմաններին ամերիկացիների ներկայության, անվտանգության ապահովման եւ այլն։ Եվ խորհուրդ տրվեց այդ հարցը ուղղել ձեզ, ես հիմա այդ խորհրդին հետևում եմ, հարց ուղղում եմ ձեզ, 6 ամիս համարյա անցել է, այդ ստորագրման վարկյանից մինչև այս վարկյան, երբ մտակ ես դահլիճից ներս, կոնկրետ ինչ քայլեր են նախաձեռնվել։ Շնորհակալություն։ Հա, մեկ էլ եթե կարելի է մի հարց է, էլի, մի քանի անգամ լսվում է Մինսկի խմբի կառույցների լուծարում։ Ինձ կխնդրեի Մինսկի խմբի գոնե 3 կառույց նշել։ Հա? Գոնե չէ, 3 են։ Այդ 3 կառույցները եթե կարելի է նշեք են, որտեվ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Մինսկի խմբի կառույց չի։ Եթե դա էլ նշեք խնդրում եմ ԵԱԿ-ը որևէ փաստաթուղթ, որը այդպես սահմանում է։ Մինսկի գործընթացի կառույցներ ասելով, պարոն Խաչատրյան, եթե ուզում եք դուք ցույց տաք, որ ես լավ չգիտեմ Մինսկի գործընթացը ինչա, չեմ ուզում հասկանամ։ Պարզա 3 բանի մասին է խոսքը, էլի, երբ որ ասում ենք Մինսկի գործընթացի կառույցներ։ Մինսկի խմբի ուրեմն համանախագահությունն է, անձնական ներկայացուցիչն է, ունի ընդհանուր տրամաբանությունն է։ Եվ, HLPG-ն մի քիչ դժվար է բացել, չեմ կարա բացեմ, Դե լավ, չունի։ Հիմա քննարկվում են այդ կառույցները, այդ մեխանիզմները։ Հիմա պարոն Խաչատրյան, գաղտնիք չկա այդ բանի, Միացյալ Նահանգների հետ կապված դուք վարանումով ասեք, ես վերջից եմ գալի, հարցերի։ Գաղտնիք չկա, եւ կարող ենք բաց խոսել այս մասին, խոսքը մեր սահմանային, ուրեմն սահմանային անցումը վերահսկող մեխանիզմների մեր հնարավորությունների ընդլայնումն է, լավարկումն է, այսինքն չգիտեմ, խոսքը տեխնիկական գործընթացների մասին է եւ հայ սահմանապահների կարողությունների կամ սահմանապահ ծառայության կարողությունների ընդլայնումն է։ Այլ բան դրա տակ, գիտեմ, մինչև մեկնաբանվեց, չգիտեմ, ամերիկյան սահմանապահների կամ սահմանապահ ծառայության ներկայացություն, մասնակցություն որևէ կերպ մեր սահմանապահ ծառայության խոսքը դրա մասին չի։ Այդ խումբը դեռ չի ժամանել, բայց հասկանում եք, խոսքը process-ի մասին է, որի միայն մի հանգրվան է այդպես մեծ, ուրեմն քննարկման առարկա դարձավ։ Վիզաները, ուրեմն Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայացում են Երևանում առնվազն, մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, հնչում են տեխնիկական պատճառաբանություններից վերջացած մինչև ֆինանսական դեպքեր կան
ընդունում ենք հայկական օրինակ, չգիտեմ, դիմողի դժգոհությունը, դեպքեր կան, բայց բացառիկ է սա կանոն չեմ կարող դարձնել, որ մենք չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ օրինակ հարգալից վերաբերմունք է դրսևորվել, դեպքեր էլ կան, բազմաթիվ դեպքեր էլ կան, կամ եթե կուզեք դեպքերի մեծ մասում առնվազն մենք առարկություն չունենք, հիմա այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով, բայց ընդհանուր առմամբ հարցի ուրեմն խնդրի լեգիտիմությունը եւ խնդրի գոյությունը ընդունում եմ եւ առաջին անգամ չի որ արտգործնախարարը ասում է որ այս հարցով մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք դրա լավագույն լուծումը եթե կուզեք մեծ հաշվով վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ եւ հնարավորինս արագ ավարտն է Ստեղ էլ գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետությունը իր բաժին գործ ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չի, սկսած բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի նորմալ համակարգի ներդրումից վերջացրած բազմաթիվ այլ հարցերով։ Օրենքի մասին խոսեցիք եւ ինչ արվել մինչ այժմ։ Եթե դուք նկատի ունեք, արդյոք Հայաստանի Հանրապետությունը դիմել է ֆորմալ է դիմումը Եվրոպական միության անդամ դառնալու հանձնել է Բրյուսելին թե ոչ, ապա ոչ, այդպիսի դիմում Հայաստանի Հանրապետությունը չի հանձնել։ Եվ ամենավերջում անդրադառնամ ձեր կողմից ամենասկզբում հնչեցրած հարցին թշնամու հետ պայմանագիր։ Նախ պարոն Խաչատրյան, ես ձեզնից միշտ ստացել եմ որպես շատ կիրթ եւ տրամաբանող մարդու տպավորություն եւ չեմ կարծում որ ձեր համար գաղտնիք է որ խաղաղության պայմանագիր բոլոր ժամանակների բոլոր ժողովուրդների պատմության մեջ խաղաղության պայմանագիր կնքել են թշնամու հետ հակառակորդի հետ որոշակի ռազմական հաճախ գործողությունների պատերազմների ավարտից հետո Հիմա ասում եք չէ դա լավ մի քանի շերտ ու երանգ ուներ ձեր հարցադրումը հիմա ասում եք որ Ինչ ձեռք բերում է թշնամու հետ, ուրեմն թշնամու պայմանների ընդունումը, գիտեք, այնուամենայնիվ, ինչքան էլ որ բացասական տրամադրված լինեք, կամ ինչքան էլ որ փորձեք որևէ հիմնավոր, անհիմն կապ ունեցող, անկապ առիթ օգտագործեք քննադատելու կառավարությանը, գոնե չի կարելի շղթել, որ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը մի տեքստ, որի շուրջ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ասում են մենք այս տեքստի հետ համաձայնենք։ Իսկապես շոշափելի ձեռքբերում է եւ նույնիսկ չստորագրված վիճակում միայն փաստի հայտարարմամբ իսկ որոշակիորեն Հայաստանի Հանրապետության անվտանգության աստիճանի բարձրացում։ Հիմա, բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը։ Լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ Ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց հարցակվող թշնամական Ահա, կդրեք Լսվեց չէ բայց այդ որ ես միկրոֆոնը կարող ասում եմ դաշնակցություն խոսալու իրավունք չունեմ մի հատ եմ կրկնում Պարոն Խաչատրյան, Ալեքսանդրապոլի պայմանագիր, չգիտեմ, հիմա դուք էլ եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ,